Այս լուրակցիան, որ այսօր հայ մայրը ցավի ու տառապանքի մեջ գտնվելով հանդերձ, բայց իր մեջ ուժ է գտնում լուր պայքարելու, այսօր լուր պայքարելու, բայց վաղը որ պետք եղավ, այս նույն հայ մայրը զենքել կվերցնի թշնամու դեմ կպայքարի ու հանուն իր երեխու ամեն ինչի է պատրաստ, ամեն քայլի, որ վերադարձնեն իր որդուն։ 5-րդ տարին է տանջվում ենք, տառապում ենք, արցունքները մեր չորացել է արդեն, մենք քարացել ենք արդեն, մեր մեջքը կոտրել են, մեր ողնաշարը ջարդել են, բայց մենք էլի ուժ ենք գտնում մեր մեջ, հասկանում եք, մենք ուժ ենք գտնում, կանգնում ենք, պայքարում ենք, մեր տղամարդիկ են մեր կողքին են, անգամ այսօր մայրության տոնն է, մայրերի ակցիաներ, բայց մեր տղամարդիկ մեր կողքն են, ահա որ վիճակ է, մեկն ասում է, չեմ կարող գալ, որովհետև կիսուրիս ինսուլտնա խփե տղայի, դեպքից հետո գիշերը արթնացել եմ կիսուրիս գոռոցից, դուրս է եկել դուրս, անձրևի նստել անձրևի տակ, գոռում է, լացում է, ասում է տղայիս եմ ուզում, ինքն էլ իր ամուսինն է, բելուս իրեք անչափահաս երեխա, այն մեկը հիվանդ, սիրտն են վիրահատ է, ամեն մեկի մոտ ծնողները հերթով մահանում են, ինֆարկտ, ինսուլտ, այսպես վիճակներ է, չգիտեմ, իրանք ոչ միայն մեր երեխեքի ճակատագրի հետ խաղացին, այս իշխանությունները, այս իրանց վրիպակների պատճառով, այլ նաև ոչ միայն իմ ընտանիքն է այսօր ցավի մեջ, իմ ամբողջ ազգը, մենք ազգովի տառապում են, 5-րդ տարին է, ոչ մեկ ոչ ուրախության է մասնակցում, ոչ մի խնջույքի հասկանում եք, մարդիկ մոտ ասում են, հրավիրենք իրանց, ասում են, հրավիրեք էլի, կգան, չէ, բայց մենք չենք կարող մասնակցենք, մենք ոնց գնանք, նստենք ու անընդհատ լացենք, մի հատ մայր երգ են դնում, մի հատ զինվորի մասն են խոսում, ու անընդհատ լացենք, կմտածեն, հարամ ես անում իրանց առիթը, չգնաս, կասեն վիրավորում են, բայց պայտակ հասկանում եք, ազգովի ոչ մի առիթ չեն նշում, ոչ մի ուրախություն չեն անում, բոլորի թևերը կոտրված է, ու այսենց մի ամբողջ հայ ժողովրդի կյանք խեղաթյուրել են, ու թող մտածեն նաև այն աղջիկների մասին, որոնք այսքան վիրավոր զինվորներ, հաշվանդամ, զոհված մեր տղաները եռաբլուրում ու ոչ միայն, ու մեր գերիները, գոնե ողջերին վերադարձեն, հասկանում եք, մենք գիժ չենք, մենք նորմալ մարդիկ ենք, մենք գիտենք մեր երեխեքը ընդեղ են, թող բերեն, 5-րդ տարին է չեն ապացուցում, ապացուցեք, փաստերով ասեք, եթե իմ տղան չկա։ Ինչ եք կարծում, ինչն է պատճառը, որ ոչ մի ջանք չեն գործադրում երեխաները։ Իրանք կիմանան, ցավը տանեն, ես որտեղից իմանամ, իրանք կիմանան, ես շատ բաներ կարամ մտածեմ, բայց իրանք կիմանան ինչն է պատճառը, ինչի դեմ են պահում մեր երեխեքին, չեն ուզում բերեն, ես չգիտեմ, էլի որոշ տեղեր լուռ եմ մնում, էլի որոշ տեղեր բերանս փակ եմ պահում, վախենալով իմ տղային ընդեղ չվնասելու համար, չգիտեմ, նույնիսկ ասում են, որ մեզ ցույց են տալիս, զինվորները նայում են իրանց երեխեքին, ասում են եկեք նայեք ձեր ծնողները, ձեր համար ակցիաները, ասում է, մի վերադարձած գերի այսօր լսեցի մեր ծնողներից մեկից, ասում է, մի վերադարձած գերի ասում էր, նման ալիք կա, մեզ բերում են, ասում են, նայեք ձեր մամաները ձեր համար ակցիա են անում, ասում է, տղաներ իրանց մամաներին են ման գալիս նայում, ահա որ վիճակ է, ահա որ չիմանաս, մի ժամ զանգեն իրանց երեխեքին ու հեռախոսը չպատասխանի, երկրորդ զանգը չպատասխանի, բոլորին կխառնեն իրար, 5-րդ տարին է, մեր ծնողների ճնշումները չի իջնում, դեղերով էլ չի իջնում, ոչ մի կերպ, բոլորը վատ են, ամեն րոպե, ես չգիտեմ, ինչ են անում մեր հետ,